Այսօր զրուցում ենք Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակի 3-րդ համար քաղաքական գործիչ Լուիզա Սարգսյանի հետ։ Շնորհակալություն, որ այս լարված պայմաններում ժամանակ գտաք մեզ հետ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ, բարև ձեզ։ Նախ օրվա ամենաաղմկահարույց իրադարձությունների մասին խոսենք։ Քաղաքական դաշտում քրեական պատերազմ է, Առավոտյան ԱԱԾ-ն եւ Քննչական կոմիտեն գործողություններ են իրականացրել ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի գրասենյակում եւ տանը նրան մեղադրում են պետական դավաճանության եւ լրտեսության մեջ։ Թևանյանը արդեն հայտարարել է, որ գործը կարված է, շինծու է, քանի որ ըստ Քննչական կոմիտեի իրեն մեղադրվող մեղադրանքի 2024 թվականի ազգային ժողովի փակնիստի վերաբերյալ տեղեկություններ փոխանցելու առումով նա որևէ կապ չունի եւ 2020, քանի որ 2023-ին վայր էր դրել արդեն падգամավորական մանդատը, ինչ է կարծում, սա ընտրական process-ը տապալելու փորձ է, թե ինչ է իրականում։ Գիտեք ինչ, պետք է մի քիչ սկզբից սկսեմ, Քարոզ Արշավի սկզբից, այո, որովհետև մենք այսօր արդեն Քարոզ Արշավի կեսն ենք, հա, երևի թե հասել, պետք է նշեմ, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը առանձնանում էր իր Քարոզ Արշավով եւ ականատես են դրան բոլորը, մեր քաղաքացիները, մեր համակիրների թիվը օրեցօր ավելանում էր, ես պետք է ասեմ նաեւ, որ նույնիսկ փողոցում լինում էին քաղաքացիներ, ովքեր մոտենում էին եւ ասում էին, որ գիտեք, ես օրինակ երբեք ԲՀԿ չեմ ընտրել մինչ այս պահը, բայց այս Քարոզ Արշավը առաջարկ Հայաստանին ծրագիրը, որը հայի մասին է, որը ամուր Հայաստանի մասին է, որը խաղաղ երաշխավորված խաղաղությամբ հայի մասին է, դա հավատ է ներշնչում։ Համակիրների թիվը ավելանում էր, բնականաբար սա պետք է անհանգստացներ իշխանություններին եւ մենք այսօր տեսանք արդեն, որ այդ անհանգստությունը դաշտ նետվեց, բացի դրանից պետք է ասեմ, որ սրան զուգահեռ Ադրբեջանը մեզ լրիվ այլ քաղաքական օրակարգ է, այսպես ասած, մատուցում։ Ադրբեջանից մենք լսեցինք, որ իրենք արդեն ասում են նրա մասին, որ հունիսի 7-ից հետո, այսինքն Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից հետո Հայաստանում անպայման պետք է անցկացվի հանրաքվե եւ փոխվի սահմանադրությունը։ Բացի դրանից այս 2 օրը արդեն պարզ խոսում են, գրում են այն մասին, որ հունիսի 17-ին, 18-ին Նախիջևանում պետք է անցկացվի փառատոն կոնգրես վերադարձ արևմտյան Ադրբեջան խորագրով։ Եվ ես կարծում եմ, որ այս իրադարձությունները, սրանք արհեստականորեն ստեղծված իրադարձություններ են այսօր հենց Քարոզ Արշավի ընթացքում մեր քաղաքական դաշտում, որպեսզի հայ ժողովրդին, հանրությանը շեղեն եւ իսկապես հայ ժողովրդին ժամանակ չտան մտածելու նրա մասին, թե կարևոր խնդիրների մասին, որոնք ցավոք սրտի մեզ թելադրվում են ադրբեջանական կողմից, դրա համար էլ ես կարծում եմ, որ այսօր բոլոր հայամետ ուժերը թիրախավորվում են։ Դիմակավորված անձինք ներխուժել են նաև Գյումրիում ԲՀԿ-ի հենասյուներից մեկի Մարտուն Գրիգորյանի տուն, կան նաև ձերբակալվածներ նրա թիմից եւ սա հաջորդում է Շիրակում Գագիկ Ծառուկյանի նախորդին տեղի ունեցած մեծ հանրահավաքին, հաջող Քարոզ Արշավին։ Ձեր գնահատմամբ իշխանությունը վախենում է ԲՀԿ-ի ընտրական հաջողություններից, թե իրապահները իսկապես ինչ որ տվյալների են տիրապետում, որ միգուցե մենք չենք տիրապետում։ Հարգելի Կարեն, ես կարծում եմ դուք ձեր նախաբանում եւ հարցը եւ պատասխանը տվեցիք, որովհետեւ մենք երեք իսկապես ականատես եղանք, թե Շիրակի մարզում ինչ փայլուն անցավ պարոն Ծառուկյանի Քարոզ Արշավը, նա ոչ միայն Գյումրիում էր, այլ դրանից առաջ եղավ եւ Ախուրյանում, մենք տեսանք համակիրները ինչպես են ընդունում իրեն եւ փաստորեն Գյումրիում, այո, այդ բազմահազարանոց հանդիպումը Քարոզ Արշավը եւ գնահատականները փայլուն էին, բնականաբար այս ամեն ինչը սպասելի էր։ Այժմ խոսենք բարի եւ դրական բաների մասին։ Հանրապետության հազարավոր դպրոցներում այսօր հնչել է վերջին զանգը տոնական տրամադրությունից այն կողմ անդին ինչ խնդիրների են բախվում այսօր շրջանավարտները դպրոցից դուրս քայլ դնելով։
Նախ ես շատ ուրախ եմ, որ հենց այսօր հնարավորություն ունեմ եթերի եւ օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել մեր բոլոր շրջանավարտներին, իրենց ծնողներին, իրենց համար այս լուսավոր եւ հիշարժան օրվա առիթով, գիտեք, շատ հետաքրքիր օր է այս վերջին զանգը, ինքը իր մեջ այս տոնը շատ տարբեր խորհուրդներ է իհարկե պարունակում, բայց ես կարծում եմ սա այնպիսի մի հետաքրքիր օր է, երբ ժամերի ընթացքում, մեկ օրվա ընթացքում մենք այն երիտասարդներին, որոնց մինչև այս պահը ընկալել ենք երեխա, արդեն սկսում ենք ընկալել որպես հասուն մարդ։ Չնայած նրան, որ իրենցից շատերը արդեն 18 տարեկան են, որտեվ հիմա 12-ամյա դպրոց են ավարտում եւ կան նրանցից շատերը, ովքեր արդեն այդ չափահասության շեմա անցել են, բայց սա նաեւ օր է նրանց համար, երբ իրենք պետք է դառնան ավելի պատասխանատու իրենց եւ իրենց կյանքի, իրենց քայլերի նկատմամբ, բնականաբար արդեն օր է, որից հետո իրենք արդեն պետք է հասկանան, թե որտեղ պիտի սովորեն, ինչ մասնագիտություններ ձեռք բերեն, որ բարձրագույն ուսումնական հաստատությունում են տեսնում իրենց ապագան եւ նաեւ ինչու՞ չէ ամենակարևորը, որ իրենք այս պահից հատկապես նրանք, ովքեր որ ընտրող են լինելու եւ 18 տարին լրացել է, հայտնվել են այն ժամանակահատվածում, որ պետք է հունիսի 7-ին արդեն իրավունք ունեն ընտրելու եւ լինելու են առաջին անգամ ընտրող, իդեպ պետք է ասեմ, երբ մեկնարկեց քարոզարշավը մայիսի 8-ին պարոն Ծառուկյանը շատ հստակ ուղերձով հանդես եկավ այդ օրը եւ ասեց, որ ցավոք սրտի մայիսը շատ մեծ տոների ամիս էր մեզ համար, մենք եռատոն ունեինք այս ամսին եւ կարծես թե sense ամբողջ ամիսը տոնական էր անցնում, ցավոք սրտի հայ ժողովրդից այդ տոները խլվեցին, բայց նշեց պարոն Ծառուկյանը, որ մնացել է մեկ տոն, որը կայուն է, միշտ կա, որ դպրոցականները ավարտում են դպրոցը եւ վերջին զանգը նաեւ մայիսին է եւ այդ հետեւյալ ուղերձը եւ միտքը ասեց թող այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը եւ ես իսկապես շատ մեծ ցանկություն ունեմ, որ մեր այն շրջանավարտները, ովքեր գնալու են այս տարի ընտրության, իսկապես մտածեն, որ սա իրենց կյանքի երևի թե ամենալուրջ ընտրությունն է լինելու եւ թողնենք մի կողմ շատ հարցեր կան, սոցիալական, տնտեսական, որոնց մասին կարելի է շատ երկար խոսել, որոնք այսօր շատ հուզում են իսկապես մեր երիտասարդներին, որտեղ իրենք այդ խնդիրների ներքո են ապրում, բայց ես մեծ ցանկություն կունենամ եւ մաղթանք, որպեսզի իրենք ընտրության գնալուց ընտրեն իրենց ընտրությունը կատարեն հանուն հայրենիքի, հանուն Հայաստանի Հանրապետության, իսկապես գիտակցեն առանց այդպիսի պաթոսի խոսքերի, որ հայրենիքը բացարձակ արժեք է, ամեն ինչ այս կյանքում անցողիկ է եւ ես այսօր ուզում եմ, որ մեր շրջանավարտները հասկանան, որ երբեք պետք չի իշխանությունը նույնականացնել հայրենիքի հետ, իշխանությունները գալիս եւ գնում են, հայրենիքը հավերժ է եւ այսօր երիտասարդը պետք է ընտրություն կատարի այդ հավերժության համար, որպեսզի իր հայրենիքը ամուր կարողանա պահել։ Տեսեք, այսօր ունենք մի իրականություն, որտեղ կան դիպլոմավորված շրջանավարտներ եւ կա անգործ երիտասարդություն։ Մյուս կողմից կան գործատուներ, որոնք անվերջ բողոքում են որակյալ կադրերի պակասից։ Որպես նախընտրական ցուցակի առաջատար դեմքերից մեկը ԲՀԿ-ն ինչ է առաջարկում երիտասարդներին եւ ինչ խոստումներ է տալիս։ Ես պետք է ասեմ, հարգելի Կարեն, որ առաջարկ Հայաստանին ծրագիրը, ինչպես ասում են, մենք շատ ենք դրա մասին խոսել, որ առաջարկ Հայաստանին ծրագիր ստեղծողները եղել են հենց հայ մարդիկ, բայց պետք է ասեմ, որ երիտասարդները այստեղ շատ մեծ դեր ու նշանակություն են ունեցել։ Իրենք այս ծրագրի եւ ամենամեծ քանակով հեղինակներն են եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության հաղթանակի դեպքում կլինեն
նաև ամենամեծաթիվ շահառուները, որովհետև ես պետք է ասեմ, որ երիտասարդների շրջանում դեռ 2025 թվականին մրցույթ անցկացվեց Առաջարկ Հայաստանին ծրագրի ներքո շրջանակներում եւ ուրեմն երիտասարդները իրենք պետք է խոսեին իրենց խնդիրների մասին եւ նաեւ առաջարկեին թե ինչպիսի լուծումներ են իրենք տեսնում այդ խնդիրներին։ Բնականաբար մենք այդ խնդիրները գույքագրել ենք եւ մասնագիտական առումով ավելի ճիշտ լուծումներ եւ ուղղվածություն տվել այդ խնդիրներին եւ այսօր պետք է ասեմ, որ կրթության ոլորտի վերաբերյալ մեր Առաջարկ Հայաստանին ծրագիրը, այսինքն այն ծրագիրը, որը այսօր Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացնում է իր այս նախընտրական փուլում, ունի շատ կարևոր կետեր եւ ես անդրադառնամ մինչեւ ձեր կետին հասնելը, պետք է ասեմ այդ հիմնական հիմնասյուները, հա, դա առաջին հերթին, որ կրթությունը պետք է լինի անվճար Հայաստանում, հասանելի լինի, որովհետեւ այդ վճարովի կրթությունը ինքը ի վերջո մենք սոցիալական արդարությունից շատ ենք խոսում եւ մեր ծրագրում նաեւ սոցիալական արդարության վերաբերյալ բազմաթիվ կետեր կան, իսկ այդ կրթությունը երբ հասանելի չէ ամեն երիտասարդի, այդտեղ հենց այդ սոցիալական արդարությունը արդեն խախտվում է։ Երկրորդ խնդիրը դա մարզերից եկած ուսանողների խնդիրներ, որոնց ինչի մասին նրանք շատ էին խոսում նաև իրենց աշխատանքներում, իրենց այստեղ բնակվելու խնդիրն է Երևանում, որովհետև տարեց տարի նվազում է այն ծնողների թիվը եւ այն ուսանողների, ովքեր այնքան վճարունակ են, որ կարողանան իրենց համար Երևանում տուն վարձել եւ ստացվում է, որ ծնողները մարզից այստեղ հավելյալ երկրորդ ընտանիք են պահում, դա չի ստացվում եւ այսօր արդեն ակնհայտ է, որ շատ ուսանողներ նույնիսկ ամենահեռավոր մարզերից ստիպված են ամեն օր գալ Երևան, հետո վերադառնալ տուն, որովհետեւ հնարավորություն չկա։ Բոլոր այդ խնդիրները ինչ որ դուք նշում եք, դրանց լուծումները տալիս է կուսակցությունը։ Բնականաբար, այլ լուծումն է նաեւ, որ կուսակցությունը հաղթանակի դեպքում պատրաստվում է հանրակացարաններ կառուցել Երևանում, մի քանի խոշոր հանրակացարան, որը կապահովի ուսանողների այստեղ բնակվելու խնդիրը եւ այդ մարզից եկած ուսանողները այդ ինչպես ասում են դարդուցավից գոնե մի փոքր իրենք կթոթափվեն։ Մենք կարող ենք ասել, որ ԲՀԿ-ն այսօր խաղադրույք է կատարում սերնդափոխության եւ երիտասարդության վրա։ Այո, դա միշտ եղել է, որովհետև եթե մենք ուշադիր հետևենք Գագիկ Ծառուկյանի գործունեությանը, եթե նույնիսկ միջև քաղաքական դաշտ մտնել է երիտասարդությունը, սպորտը, երիտասարդության կրթությունը, դա միշտ եղել է նրա համար առաջնահերթություն։ Ու եթե հիմա մենք ուշադիր ուսումնասիրենք բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացվել են Գագիկ Ծառուկյան անձի կողմից, Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի կողմից մեծաթիվ ծրագրեր ուղղված են եղել իսկապես երիտասարդների կրթությանը, սպորտին եւ այլն եւ այսօր այո մենք գտնում ենք, որ բնականաբար երիտասարդությունը մեր ապագան է, այս երկրի շարժիչ ուժն է եւ պետք է երիտասարդները ապրեն ապահով երկրում, որպեսզի իրենք էլ կարողանան այդ արդյունավետություն։ Բան եք ասում, այսօր դուք նախ ԲՀԿ-ն ավանդական քաղաքական ուժ է, ավանդական արժեքները գնահատող, պահպանող եւ այլն։ Այսօրվա սերունդը Generation Z-ը մի տեսակ ավելի ապա գաղափարականացված սերունդ է, ավելի լիբերալ արժեքների կողմնակից է, ազատության կողմնակից է։ Ինչպես եք լեզու գտնում նոր սերնդի հետ։ Հարգելի Կարեն, թույլ տվեք միտեղ ձեզ հետ չհամաձայնվեմ, ազատություն սիրող սերունդը դա դեռ չի նշանակում գաղափարներ չունեցող սերունդ։ Այստեղ ես ձեզ հետ համաձայն չեմ։ Այո, այսօրվա սերունդը ավելի համարձակ է, ունի իր ուրույն խոսքը, ավելի բարդույթներից դուրս է, գիտի ինչ է ուզում, ինչի համար է ուզում, որտեղից է գալիս եւ ուր է գնում։ Չէ, գաղափարներից զուրկ չեն, պարզապես ավելի ազատ մտածողության տեր մարդիկ են։ Ավելի ազատ են մտածում եւ նաեւ դա պայմանավորված է նրանով, որ ավելի հաճախ լինում են նաեւ արտասահմանում։
Եվրոպայում, Միացյալ Նահանգներում։ Բայց դա միայն լավ է, եթե լինում են, նրանք նույնիսկ գնում են, գալիս են, հետո Մտքերը առաջադեմ են, մտքերը առաջադեմ են, բայց նաև կրկնում եմ, որ այդ առաջադեմ մտքեր ունեցող երիտասարդների մոտ հայրենասիրությունը դոմինանտ ուժ պետք է լինի եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ իր ղեկավարը այս ծրագրային դրույթները, որոնք ունի հենց իր ծրագրում ներառված առաջարկ Հայաստանին, միտված են հենց նրա համար, որ այդ երիտասարդները իրենց առաջադիմությամբ, այո, նաև արտ երկրում լինելով, ինչու՞ չէ, այնտեղ որոշ ժամանակ միգուցե սովորելով, փորձի փոխանակմամբ, ավելի լավ հմտություններ եւ գիտելիքներ ձեռք բերելով, սոցհանցնել հնարավորություն տալիս շփվելու եւ այդուհանդերձ վերադառնալ հայրենիք եւ իրենց ներուժը ծառայեցնել Հայաստանի Հանրապետությանը։ Շատ լավ, դուք պարբերաբար անդրադառնում եք դպրոցների փակման խնդրի մասին, խոսում եք, ահազանգում եք, ասում եք, որ դպրոցները հակառակ իշխանության պնդումների պարբերաբար փակվում են եւ նույնիսկ թվեր եք հրապարակում։ Այս թեման ձեզ համար սկզբունքային է։ Սկզբունքային է եւ շատ ցավոտ։ Միայն սկզբունքային չէ, ցավոտ է, որովհետեւ հիմա եթե մենք նայենք, այո, ես թիվ էի հրապարակել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իրենց նախորդ նախընտրական շրջանում 21 թվի, այսինքն այդ նախորդ ընտրություններից առաջ խոստացել էր, որ պետք է կառուցի 300 դպրոց։ Հիմա այսօր կառուցվել է այդ 300-ից կառուցվել կամ վերակառուցվել 100 դպրոցը, այսինքն եթե մենք նայում ենք 50%-ը իրենց խոստման չի կատարվել դեռ, հիմա 2026 թվականի մայիս ամիսն է արդեն։ Եվ զուգահեռ փակում են դպրոցներ։ Այո, փաստորեն նրանց խոստման մեջ դպրոցներ փակել չկար, բայց դպրոցներ փակվում են եւ սեպտեմբերի 1-ից 230 դպրոց այդ ցանկի Հայաստանի Հանրապետությունում էլ չի գործելու։ Հիմա տեսեք, իրենք դրան տալիս են տարբեր տեսակի բացատրություններ եւ հիմնավորումներ։ Ասում են օպտիմալացում է, ասում են սահմանամերձ գյուղում դպրոց էր, որը ուներ շենքային պայմաններ, ասում են 1 կամ 2 աշակերտ էր սովորում այդ դպրոցում, դրա համար պետք է փակվի դպրոցը, բայց գիտեք, այստեղ մենք պետք է շարժվենք ոչ թե կտրելու այդ գաղափարով, փակելով, այստեղ հարց է ծագում, ինչու են սահմանամերձ գյուղերը դատարկվում։ Հիմա մենք փոխանակ այնպես անենք, որ այն դպրոցը, որտեղ ասենք եղել է 10 աշակերտ, դառնա 40, 50 եւ ավելին, մենք ասում ենք, այս դպրոցը պետք չէ, եկեք փակենք, այդ աշակերտներն էլ թող միջորս 5 կիլոմետր գնան մի այլ տեղ սովորեն, գիտեք, ամեն ինչը իջեցվում է կոմֆորտի զոնայի, ասում են կտրամադրենք լավ ավտոբուսներ, իրենք կգնան, այն մի դպրոցը կգան, բայց պետք է հասկանալ, որ հատկապես սահմանամերձ դպրոցը ինքը միայն ակադեմիական կրթության հարց չի լուծում, սահմանամերձ դպրոցը սահմանին գտնվող գյուղը պահող ամենամեծ գրավականն է, ես այդպես եմ գտնում, եւ ամենամեծ ուժը։ Գյուղը եթե չունի դպրոց եւ մանկապարտեզ, այդ գյուղը գոյություն ունենալ չի կարող։ Դեռևս անցած դարի 90-ականներից սա եղել է առաջնահերթություն պետության համար։ Այո, սահմանամերձ համայնքներում դպրոցների ներկայությունը, արկայությունը։ Եվ ոչ հաճախ է իրականությանը համապատասխանում նաև այն փաստը, որ վատ շենքային պայմանները կարելի է վերանորոգել եւ շատ հաճախ նույնիսկ ծնողներն են ահազանգում, լուսանկարներ են ուղարկում, որ նորմալ դպրոց էր մեր դպրոցը, եթե ինչ որ մի կոսմետիկ վերանորոգում արվեր, այսինքն այստեղ եթե դա պատկերացնում եք, դա դառնա շարունակական խնդիր, որ մենք նայենք կամ շարունակական գործընթաց, այսինքն մենք ամեն անգամ մտածենք, որ այդ մենք հարցը լուծելու ենք հետևյալ կերպ։ Դպրոցի գյուղի դպրոցում սովորում է քիչ աշակերտ, ուրեմն վերցնում ենք, փակում ենք այդ դպրոցը։ Մենք բնականաբար մեր ծրագրի մեջ խոստանում ենք շատ ավելի կետեր կան կրթության վերաբերվող մեր ծրագրում, որոնք հակառակը պետք է նպաստեն նրան, որ սահմանամերձ գյուղերը
ապրեն։ Նախ մենք ունենք ծրագիր, որ այն մասնագետները կխրախուսվեն, ծրագրում դա կետ է, որոնք կգնան սահմանամերձ գյուղերում աշխատելու, երիտասարդ մասնագետները։ Դրանք պետության կողմից պետք է ունենան այլ տեսակի խրախուսում։ Այո, մենք ունենք մի ծրագրային դրույթ, որը կոչվում է սահմանին մոտ, սահմաններից դուրս, որը նախատեսում է այնպիսի կրթական ծրագրեր, որոնք պիտի իրագործվեն սահմանամերձ գյուղերում 10-ից 17 տարեկան ընկած հատվածում երեխաների, աշակերտների, այսինքն հենց այդ տարիքից հնարավորություն տալ, որ երեխան ոչ միայն գիտելիք ստանա, այլ ինքը հոգեբանորեն հասկանա, որ եթե նույնիսկ ինքը գնա բուհ սովորի, անպայման հետո ինքը վերադարձի խնդիր պետք է ունենա։ Երբ որ մենք այսօր երեխային ասում ենք դու գնա կողքի գյուղում սովորի, բնականաբար, երբ որ ինքը գա Երևան եւ ստանա բարձրագույն կրթություն, երբեք էլ ինքը իր գյուղ չի վերադառնալու։ Հետո էլ ասելու են գնա արտասահմանում ապրի։ Իսկ դա նշանակում է, որ մենք սերունդը կտրում ենք իր փոքր հայրենիքից։ Եթե այսօր ձեզ լսում է հենց այն շրջանավարտը կամ ուսանողը, ով հիասթափված է բոլորից եւ չի հավատում ոչ մի կուսակցության, որն է ձեր անձնական, ոչ թե ընդհանուր կուսակցության նախընտրական կարգախոսները, այլ ուղերձը հենց նրան եւ ինչու նա պետք է իր նոր կյանքի սկիզբը կապի ձեր կուսակցության հետ։ Ես խոսքի սկզբում էլ ասեցի, հիմա նորից ուզում եմ կրկնել, նախ ես ուզում եմ, որ այո, անկախ կուսակցական պատկանելիությունից, այսօր որտեղ քաղաքական դաշտում այնպիսի իրադարձություններ են կատարվում եւ ես հասկանում եմ նաեւ բոլոր այն քաղաքացիներին եւ առավել եւս երիտասարդներին, ովքեր կարող են հիասթափված լինել այս ամեն ինչից, բայց ես խոսքի սկզբում էլ ասեցի, որ այս ընտրությունը լինելու է հայրենիք ունենալու մասին եւ դրա համար իմ ուղերձը բոլոր շրջանավարտներին այն է, որ հայրենիքից հիասթափվել չի կարելի եւ դրա համար այսօր պիտի իրենք գիտակցեն, ծանոթանան, նորից ինչքան էլ հիասթափված լինեն, բայց ես ասեցի, որ իրենք արդեն չափահաս լուրջ մարդիկ են, ովքեր ունեն ընտրության իրավունք եւ պետք է գնան, ընտրեն ու ձայն տան այն ուժերին, նախ առաջին հերթին գնան, որովհետեւ սա առաջին հնարավորությունն է իրենց քաղաքացու պարտքը կատարելու։ Իսկ այդ առաջին հնարավորությունը ու փորձը պետք է ամուր լինի, ճշգրիտ լինի, իրենք դրան էլ պետք է սովորեն, որ իրենց ձայնը չպիտի փոշի անա։ Իսկ արդեն երբ որ կմտնեն քվեախցիկ, իրենք պետք է մտածեն, որ ձայն տան այն ուժերին, ովքեր ուզում են Հայաստանի Հանրապետությունը պահել Հայաստանի Հանրապետություն։ Շնորհակալություն, որ ժամանակ գտաք այսօր մեզ հետ զրուցելու համար։ Եվս մեկ անգամ շնորհավորենք շրջանավարտերին տոնի կապակցությամբ եւ ձեզ հաջողություն ընտրություններում։ Շատ շնորհակալ եմ, ես էլ շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք զրուցում էինք Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակի 3-րդ համար քաղաքական գործիչ Լուիզա Սարգսյանի հետ։ Ցտեսություն։